Այժմ կհետևիկ Հայ Աստղեր հաղորդաշարին Radio Stars-ին։ Radio Stars-ի հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ, միացեք մեզի երկուշաբթի ապրիլ 27-ին նոր եւ հետաքրքրական հարցազրույցի համար օրթոպեդ վիրապուժ դոկտոր Համլետ Միրզոյանի հետ։ Այս հատուկ հաղորդման ընթացքին պիտի անդրադառնանք ոտնաթաթի, ձունգի եւ գոճի վիրապուժության, օստեոպորոզի հիմնական պատճառներուն, ինչպես նաև դարածված վնասվածքներու արդյունավետ բուժման տարբերակներուն։ Միացեք ուղիղ եթերին Լոս Անջելեսի ժամով կեսօրվան 12:30, Եվրոպայի ժամով երեկոյան 9:30, Հայաստանի ժամով երեկոյան 11:30։ Հաղորդումը կրնակ դիտել եւ լսել Radio Stars-ին եւ անոր թիմադեդրի էջեն։ Հաղորդավարությունը հարցազրույցին պիտի կատարե Ստեյսի Ավետիքյան Արաբյանը երկուշաբթի ապրիլ 27-ին Radio Stars-ին եւ Հայ Աստղեր հաղորդաշարին։ Ուրեմն մենք ամենչապես պիտի սկսենք շատ գեղեցիկ երգովը Համլետ Գևորգյանի մեկնաբանությամբ Ջերանս դու ես։ Ես պիտի բացակայեմ շատ կարճ թաթարմը, ապա ասենք մի րոպե, հա? Մի րոպե ետ կվերադառնամ։ Օրուգիշեր ես կերքեմ քո սիրո համար։ Գլսեք Radio Stars, Radio Stars։ Երջանք ես համար, ես ժահել եմ կյանքս տված երկին ու սիրուն։ Սիրիր գոնե ոչ չմնամ ասել առանց դու։ Ես ժահել եմ կյանքս տված երկին ու սիրուն։ Սիրիր գոնե ոչ չմնամ ասել առանց դու։ Ջիրանս դու ես, արևոտ խուրբան, առաջարոն մանես գալիս մանգալոտ խուրբան։ Ջիրանս դու ես, արևոտ խուրբան, առաջարոն մանես գալիս մանգալոտ խուրբան։ Թե կեզ գրկեմ յանի մացիր աշխարը իմ է, դու լավ գիտես անկություն ես միայն բարին է, դու ռետ կգաս ասկյամ անչոն բողջոն ու սինով, ախ միայն թե իշը մերժես մնամ կարոտով, դու ռետ կգաս ասկյամ անչոն բողջոն ու սինով, ախ միայն թե իշը մերժես մնամ կարոտով, ջիրանս դու ես, արևոտ խուրբան, առաջարոն մանես գալիս մանգալոտ խուրբան, ջիրանս դու ես, արևոտ խուրբան, առաջարոն մանես գալիս մանգալոտ խուրբան։ Ջիրանս դու ես, արևոտ խուրբան, առաջարոն մանես գալիս մանգալոտ խուրբան, ջիրանս դու ես, արևոտ խուրբան, առաջարոն մանես գալիս մանգալոտ խուրբան։ Սիրելիներ, լսեցինք շատ գեղեցիկ խորագրով Ջերանս դու ես Համլետ Գևորգյանի երկակիչ հետ կգահարցնեմ այսօրվա հորիստը ինքը որքանով երաժշտության մոտ է եւ որքան երաժշտությունը գոքն է իր ասպարեզի մեջ։ Ուրեմն բարևձեզ սիրելի ունգընտիրներ եւ ագընտիրներ Radio Stars-ի։ Այսօրվա մեր հյուրը ծնվել եւ մեծացել է Արտաշատ քաղաքում։ Սովորել է Երևանում, որտեղ հաճախել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ 1999 թվականին մեկնել է Բելգիա բժշկական գրթությունը շարունակելու նպատակով Բրյուսելի VUB համալսարանում։ Այնտեղ ավարտել է ուսումը
ստանալով բժշկության մագիստրոսի, ինչպես նաև օրթոպեդիայի մագիստրոսի աստիճաններ։ Այսպիսով սիրելիներ հագիրճ ներկայացնելով մեր այսօրվա հյուրը սիրով ողջունում եմ ձեզ օրթոպեդ վիրապուժ դոկտոր Համլետ Միրզոյան բարի քալուստ մեր հաղորդաշար։ Շատ հաճելի է մասնակցել ձեր հաղորդաշարին, ողջունում եմ բոլոր մեր հայրենակիցներին, սփռված տարբեր տարբեր երկրներում։ Իսկապես տարբեր երկրներում է մեզ մոդեցել նախքան մենք լուրջորեն գարկ թեմաներու շուրջ խոսիլը այսօր երաժշտությունը ինչ թեր ունի ձեր կյանքում։ Երաժշտությունը միշտ մեր հետ է, ինձ հետ առավելապես ես վիրահատության ժամանակ հատուկ ընտրում եմ ձեր վիրահատության բարդությունից կախված ընտրում եմ ինչ տեսակի երաժշտություն եմ նախընտրում, այդ երաժշտության տակ երաժշտությունը ինձ օգնում ավելի կենտրոնանալ, ավելի նույն ժամանակ ավելի ռելաքս լինել վիրահատություն անելու ժամանակ, երաժշտությունը մեր ճանապարհին է մեր մեքենայի մեջ, կոնսուլտացիաների ժամանակ երաժշտությունը միշտ մեզ հետ։ Ուրեմն ինչ որ հասկացել եմ ցեզ մե թե երաժշտությունը չի խանգարում ցեզ նամանավանդ վիրահատությունների ընթացքում օգնում է ցեզ իսկ ձեր պասիենտները ձեր հաճախորդներ կամ հիվանդները ասեմ որքանով ոգևորվին երաժշտությամբ կամ կասեն թե գիտեք թե ստրեսի մեջ են միշտ մանավանդ վիրահատություններից առաջ ինչ են ասում ցեզ երաժշտությունը իրենց կարող է բուժել որովհետև շատեր կասում թե թերապիա է երաժշտությունը Իհարկե թերապիա երաժշտությունը շատ օգնում մարդուն հանգստանալու կենտրոնանալու Իսկ վիրահատությունների ժամանակ ես հիվանդներին առաջարկում եմ իրենց նախընտրած երաժշտությունը Դուք երգում եք կամ միայն երաժշտություն Տարբեր ազգեր, տարբեր ազգություններ կան, տարբեր ազգություններ նախընտրում են իրենց երաժշտությունը Եթե հիվանդը, եթե պացիենտը սպինալ անեստեզիայով այ կարդում է ինքը ընտրում է իր նախընտրած երաժշտությունը Տենց համել ես մենք մոտիկանում ենք տարբեր ժողովուրդների երաժշտություններ ինձ համար շատ ժամանակ անհայտ երաժշտություն, կուլտուրա, մշակույթ, որ վիրահատության ժամանակ կարող ենք մասնակցել եւ ավելի մոտիկից ճանաչել Ուրեմն պասիենտները շատ ուրախությամբ են դուրս եկել վիրահատություններից կամ ձեր կլինիկում Արաբական երաժշտություն, բերբերական երաժշտություն, իսպանական, տարբեր ազգերի Եթե ձեր պասիենտները մի քիչ ստրես են, արդյոք փորձում եք դուք եկել որպես իրենց տրամադրությունը մի քիչ փոխեք Փորձում եմ կարող ավելի երկաթից ավելի Ոչ դոկտոր այսօր ցես հյուրընկալում եմ իբր վիրապուժ եւ ոչ երկիչ Ուրեմն հիշեցնեմ մեր այսօրվա ունգընտիրներուն եւ ագընտիրներուն թե այսօր գխոսենք առողջության շատ կարեւոր թեմայի շուրջ ոտնաթաթի, ծունգի եւ գոճի խնդիրների, ինչպես նաեւ վնասվածքների բուժման եւ օստեոպորոզի առաջացման հիմնական պատճառների մասին։ Իմ հաղորդաշարում հյուրընկալում եմ սիրելիներ փորձառու օրթոպեդ վիրապուժի, ով մասնակցած է ոտնաթաթի ծունգի եւ գոճի վիրապուժության մեջ եւ ունի մեծ փորձ սպորտային վնասվածքների բուժման ոլորտում։ Ուրեմն փորձելու ենք հասկանալ թե որն է իրական վտանգը, որն է չափազանցված վախը եւ ինչպես պահպանել մեր շարժունակությունը երկար տարիներ։ Նախքան անցնիլը մեր հաղորդաշարին դոկտոր Միրզոյան միշտ այդպես սկսում եմ թե գիտենք թե մեր արմատները միշտ որքան կարևոր են։ Պիտի խնդրեի ցեզ նախ դուք մեզի հաղորդեք թե ձեր արմատը ուրկե է, ձեր քաղաքը, ձեր ծննդավայրը եւ ինչ կընկերգեք, ինչ հիշողություններ ունեք, ինչ կհիշեք այսօր։ Ես ծնվել եմ Երևան քաղաքում, բայց իմ մանկությունը երիտասարդությունը անցել է Արտաշատ քաղաքում։ Իմ ծնողներ, իմ պապերը հայրենադարձած են 46 թվին Իրանից տեղափոխվել են Հայաստան։ Եվ այդպեսով 46 թվին իմ մեծ պապը, մեծ տատը երկու կողմից էլ, համ մայրիկիս կողմից, համ հայրիկիս կողմից Իրանից
տեղափոխվել են Հայաստան, որտեղ մայրիկս եւ հայրիկս իրար հանդիպել են, ու մենք արդեն ծնվել ենք Հայաստանում։ Շատ հաճելի մեր մայր հայրենիքը Հայաստանը, մեր բոլորին Հայաստանն է վստահ։ Նախքան առաջին թեմայի շուրջ խոսիլը դոկտոր Միրզոյան, գխնդրեմ հաճիկ ներկայացնեք ձեր մասնագիտական ուղին եւ ինչպես ընտրեցիք օրթոպեդ վիրաբուժությունը։ Ես փոքրուց մեծացել եմ բժիշկների ընտանիքում, իմ ընտանիքում համարյա բոլոր բժիշկներ էին, մայրիկս, բացի հայրիկիցս բոլորը բժիշկներ են եղել։ Ու մենք մեծացել ենք բժշկական մթնոլորտում, մեր ընտանեկան երեկույթները միշտ մեր զրույցները հիվանդների, պացիենտների մասին էր, հիվանդությունների մասին, ու այսպես ասած մենք տարբերակ չունեի, ես պետք է դառնայի բժշկության մեջ պետք է գնայի, ու իմ միշտ ինձ կանչելը վիրաբուժությունը, ես միշտ ուզեցել եմ, որ ինչ-որ մի բանը հեռացնեմ, լավացնեմ, փոխեմ, այդ ձևով ես պրակտիկ անցնելուց հետո որոշեցի, որ օրթոպեդիայի մեջ մտնեմ, օրթոպեդիան ամենահարմար մասնագիտությունը, որով կարող էի միանգամից մարդկանց կյանքը կարճ ժամանակում լրիվ վերափոխել ու մարդկանց ավելի մեծ ազատություն ու ցավից ազատել։ Շատ հաճելի է այսօր ցես հյուրընկալել, որովհետև ունենք շատ թեմաներ, որ պիտի խոսենք, հարցմանշանի առջև գտնվող մարդկանց համար, նամանավանդ պիտի խոսենք ձունգի, գոչի, ցավերի, թարման եւ վիրահատությունների մասին։ Երբ մարդը ըսկում է ձունգի կամ գոչի թեթև ցավ, միշտ ամեն ցավ թեթև սկսում է, ինչ պիտի անի առաջին հերթին թաթարել, շարունակել, թե շուտով թիմել բժշկի առաջ առնելու համար։ Առաջինը պետք է մտածել ինչից այդ ցավը առաջացել։ Շատ մարդիկ ցավը ստանում են, որ քաշ ավելանալուց հետո։ Իրանք եւս ասում են, ես վերջի ամիսները ես զգում եմ, որ քաշս ավելացել է, քաշս որ ավելացել է, դրանից հետո ցավերս ավելացել են։ Ես մինչև այդ ցավեր չունեի, բայց վերջի 10 կիլոգրամը որ ավելացրեց իմ քաշը, ավելացել, ես սկսեցի արդեն ցավեր ունենալ ծնկներում, ոտքերում։ Առաջի պատճառը, որ մարդկանց մոտ ցավերը բերում, ավելորդ քաշն է։ Ուրեմն անպայման երբ այդ թեթև ցավերը իրենք ըսկում են, պետք է թիմեն բժշկի, որպեսզի ավելի ցավը չվատանա, ավելի այսինքն իրենք խնդիրներու մեջ չլինեն։ Երբ է նշաններ, որոնք մենք հավարում ենք բժշկության մեջ red flags, օրինակ եթե ցավը գիշերն է, ավելի շատ գիշերն է ուժեղանում, այդ դեպքում պետք է երկար ժամանակ սպասել, հարկավոր է ինչքան հնարավոր է շուտ դիմել բժշկի։ Գիշերային ցավը միշտ ալարմ նշանը, որ մեր օրգանիզմը նշանը տալի, որ գիշերը ցավը շատ վտանգավոր ու շուտապույտ բժշկի օգնություն կարիք կա։ Նամանավանդ մենք հայերս, որ շատերը մտածում են այդպես եւ կասեն ցավը գանցնի ինքն իրեն։ Լավ, հոս երբ է այդ մոտեցումը վտանգավոր դառնում, եթե այդպես ասին եւ ցավը ունեն, երբ է։ Եթե ցավը երկար է տևում, 6 ամսից ավելի ցավը երկար է տևում, ու ցավը գնալով չի պակասում, հետագայում ավելանում։ Եթե միանում է նաև գիշերային ցավը, նշաններ են, որ պետք է շուտապույտ բժշկի խորհրդատվության կարիք ունի։ Անպայման։ Լավ, երբ է այն բահը դոկտոր Միրզոյան, երբ մարդը պետք է անպայման թիմի մասնակետի եւ չսպասի, որ ցավը ինքնիրույն անցնի։ Ցավը ինքնիրանով կախված է ցավի մակարդակից, եթե ցավը շատ ավելի ուժեղ է, ինտենսիվ է, ու մարդու խանգարում է իր արցերը օրվա ընթացքում իրականացնելու, քայլելու, սահմանափոխում իր շարժումները մեծ թվով, ինքնիրանով արդեն
բավական պատճառը բժշկի դիմելու համար։ Այո, անպայման ովևէ մեկ բժշկի մասնակիցի պետք է անպայման դիմել, որպեսզի այդ ցավի առաջ կա առնել։ Ինչպես կարելի է դարբերել բարձ ցկվածքը, որ այսօր շատեր ինչպես ասեցին, կցկցկեն իրեն ցավը, որովհետև նամանավանդ մեր հայերի մոտ նորմալ է այդ մեկը, ասենք, այդ վաղը արդեն այդ ցավը ամենչապես կանհետանա։ Ինչպես կարելի է դարբերել բարձ ցկվածքը լուրջ վնասվածքից։ Կախված է ինչպես ասեցի, պատճառներից, ինչից է ցավը առաջացել։ Եթե տրավմա գոյություն, եթե ինչ-որ վթար է տեղի ունեցել, ընթացքում ցավը հարված է ստացել, բնական է, որ կարող է 2-3 մի շաբաթ ընթացքում պետք է ցավը լոջիկով պետք է անցնի։ Եթե այդ ընթացքից հետո ցավերը մնում են, ցավերը առաջ չեն անցնում, ընդհակառակը դեպի վատն է գնում, ավելի շատանում են ցավերը, սիգնալը դեպի բժշկի դիմելու եւ հետազոտություններ անելու համար։ Մարմնե մարմին տարբերում է կամ որ մեկ բարակային ցավը մնում է եւ որ մեկ բարակային ցավը անցնում է։ Լուրջ ցավերը մնում են։ Ցավոք սրտի, եթե լուրջ ցավերը մնում են, լուրջ ցավերը ժամանակի ընթացքում չեն անցնում, այլ հակառակը վատանում են։ Տենց տայմինգի տեսակետից չկա, որ մի շաբաթ պետք է սպասես, եթե մի շաբաթ ընթացքում չանցնի, բայց մենք ասում ենք, եթե ցավերը 3 ամսից 6 ամիս տևողության ու դեպի լավը չեն գնում, դե չեն ավելի ցավերը չեն պակասում, այդ դեպքում բժշկի խորհրդատվություն անհրաժեշտություն է։ Անպայման։ Դուք ասեցիք լուրջ ցավ։ Ճիշտ ինչ է լուրջ ցավը։ Այսինքն որ մեկ ցավի մասին եք խոսում։ Լուրջ ցավը այն ցավն է, որ սովորական ցավազրկողներով, like պարացետամոլ, այդ տիպի դեպրայքով չեն կարող այդ ցավը հանգստացնել։ Ցավերը, որոնք հանգստանում են հետև ցավազրկողներով, նորմալի չեն հաշվում որպես ծանր ցավեր։ Ուրեմն վնասվածքներից հետո լուրջ ցավի մասին է խոսենք։ Իսկ վնասվածքից հետո որն է առաջին օգնության ճիշտ քայլերի շարքը՝ վիրահատություն կամ ֆիզիոթերապիա։ Կախված է ինչ պրոբլեմ է, ինչ վնասվածք է։ Վնասվածքներ կան, որ պետք է վիրահատական միջոցով վերականգնվեն, նոր ֆիզիոթերապիայի անցնեն։ Վնասվածքներ կան, որ կարող է ֆիզիոթերապիան բավարար լինի ու կարիքը չլինի վիրահատությունների։ Լավ, օրինակներ եթե կարող եք տալ հաճիկ դոկտոր Միրզոյան, վիրահատության բարակային եւ ֆիզիոթերապիայի բարակային։ Օրինակ, եթե պացիենտը որոշել է վազքի մասնակցի, ինքը պատրաստ չի վազքի, չի տրեյնինգ չի ունեցել, մի օր որոշել է, որ պետք է իր ընկերների կամ ծանոթների հետ դուրս գա 10 կիլոմետր վազելու։ Եթե ինքը վազում է, ոտքը սկսում է դրանից հետո ցավը, հիմնականում դառնում է մկանային լարվածություն կամ մկանային պատրվածք, որը սովորական ֆիզիոթերապիայով հանգստով այդ ցավերը հանգստանում են ու 2-3 շաբաթվա ընթացքում պետք է անցնեն։ Այսինքն խոսենք մաքսիմումը 2-3 շաբաթ են։ 2-3 շաբաթվա ընթացքում սովորական ցավազրկողներով, բավարար ցավազրկողներով այդ ցավերը պետք է անցնեն։ Այդ դեպքում ֆիզիոթերապիան ամենահարմար ու հեշտ բուժման միջոցն է։ Լավ, ֆիզիոթերապիայի թերը ճիշտ ինչ է։ Ֆիզիոթերապիան ստեղ Եվրոպայում ասում են նաև կինեզիոթերապիա, այսինքն շարժումներով բուժելու մասնագիտությունը, որ օգնում է հիվանդներին իրենց շարժումները նորմալ հետ բերեն վնասվածքից կամ վիրահատությունից հետո։ Հիվանդը ունեցել է տրավմատիզմ, որի ժամանակից հետո հոդերը սկսել են ավելի կորցրել իրենց շարժունակությունը, սուպլեսը, այդ ժամանակ ֆիզիոթերապիայի նպատակն է, որ այդ ամբողջ շարժումները հետ վերադարձնել, մարդկանց օգնել, որ նրանց նորմալ կյանքի վերադառնալու համար։ Եթե ձունգի ցավերի մասին խոսենք,
ֆիզիոթերապիայի հետևելով անցնում է այդ ցավը կամ դարձյալ վերաթարում։ Բավական պաթոլոգիաներ կան, որ ֆիզիոթերապիան ծնկի նույնիսկ ծնկի պարագայում շատ օգտակար է, ծնկի պարագայում շատ մեծ նշանակություն ունի մկանային ուժը, reinforcement musculaire, որ մկանները պետք է ուժեղացվեն, մկանները պետք է վարժվեն, որովհետև մեր ծնկների շարժիչը, մեր ծնկների engine-ը, մոտորը գտնվում է մեր մկաններում, եթե մկանները թույլ են, մկանները պարապաշտ չեն, այդ ժամանակ ծունկը պրոբլեմներ է ունենում, իսկ եթե ֆիզիոթերապիայից մկանները պնդացնում ես, շատ հաճախ ծնկի պրոբլեմները, ծնկի ցավերը բավականին պակասում են ու ավելի հարմար լինում հիվանդների համար։ Գդարբերի ցավեցավ, թե որքան ժամանակ ֆիզիոթերապիայի պետք է հետևի որևէ մեկ ձեր պասիենտները մեկը ասենք գդարբերի ցավեցավ կամ մարմինի բաժինի ցավ, ասենք ձունգի մասին եթե պիտի խոսենք, որով ձեր մասնակցությունն է, գդարբերի այդ ֆիզիոթերապիայի հետևելու ժամանակետը, որովհետև շատեր կասեն, ես 3 շաբաթ կամ 3 ամիս կամ 6 ամիս հետևել եմ ֆիզիոթերապիայի եւ ունիմ թերացավի եւ թույլություն եմ զգում ձունգերի։ Իհարկե։ Առաջինը կախված է հիվանդներից, ինչպես են իրենք, ինչ ինտենսիվությամբ են իրենց վարժությունները կատարում, ոնց են կատարում, ինչ որակի են կատարում ու ժամանակն էլ ունի իր նշանակությունը։ Ֆիզիոթերապիան օգնող մեթոդ է, օգնում է հիվանդին, բայց հիմնական աշխատանքը ևս մնում է պացիենտի վրա, պացիենտը ինքը այդ նույն վարժությունները, որ պետք է անի, անում է ֆիզիոթերապևտի հետ, պետք է անի նաև ինքը տունը, ինքը իր վարժությունները պետք է օրական իր վարժությունները կատարի, որ մկանային տոնուսը միշտ տեղում լինի, որ միշտ պատրաստ լինի։ Իսկ ով է որոշում այդ ֆիզիոթերապիայի այդ ժամկետը, պասիենտը կամ դոկտորը։ Ավելի շատ ասյուրանսն է որոշում, եթե Եվրոպայի մասին կարող խոսալ, որովհետև ասյուրանսը ունի սահմանափակ սեսիաներ, որոնք հետ ավճարվում պացիենտների համար։ Այդ վարակային շատ լավ եմ հասկանում, մեր մոտ ալ ճիշտ նույնն է Միացյալ Նահանգներում, այո։ Ամերիկայում ոնց է, Եվրոպայում ասյուրանսը ինքն է որոշում, քանի սեսիայի Ալ մնացածը վճարում էինք երկրվանեն։ Մնացածը վճարում են երկրվաններից։ Որ մեկ բարակային դոկտոր դուք որոշում եք, թե անձը վերահատության պետք ունի եւ ինչ նոր մինիմալ ինվազիվ վերահատական մեթոդներ են գերարվում այսօր։ Մենք վիրահատող վիրաբույժներ ենք, բայց ցանկացած հիվանդ, որ գալիս է մեր մոտ խորհրդատվության, որ գալիս է հարցնում է մեր կարծիքը, առաջին ասում ենք հիվանդին, մենք ամեն ինչ կանենք, որ վիրահատության չհասնենք։ Մի քիչ կոնտրովերսիալ է, որ մեր շատ հաճախ հիվանդներ ասում են դու վիրաբույժ ես, վիրահատում ես, ինձ ասում ես, որ չվիրահատենք, դու քեզ հակասում ես, այսինքն դու չես ուզում, որ վիրահատես։ Ընդհակառակը ես շատ եմ վիրահատում, մենք սիրում ենք վիրահատել, մեր աշխատանքն է վիրահատել, բայց ցանկացած վիրահատություն ու շատ մարդիկ չեն հասկանում կամ չեն ուզում հասկանալ վիրահատության վտանգները։ Քիչ հետ կվստահ տեղեկությամբ նախընտրում են վիրահատվել, որ իրենց խնդիրները շուտ լուծվեն, հաշվի չառնելով ցանկացած վիրահատություն, ցանկացած անեստեզիա իր հետ մեծ խնդիրներ կարող բերի, մեծ վտանգներ կարող բերի, որ հետագայում արդեն ավելի ու մենք դրա համար ասում ենք, որ ավելի լավ է ամեն ինչ անենք, որ չհասնենք վիրահատության, բայց եթե հասնի դրան, որ արդեն չենք կարող զգանք, որ չի ստացվում, այդ դեպքում ուզենք թե չուզենք պետք է անցնենք վիրահատական։ Անպայման մեր զրույցի ընթացքում ավելի տեղեկությամբ վիրահատությունների մասին պիտի խոսենք, բայց ցես մի իմանամ թե որոնք են ամենատարածված խնդիրները, որոնցով մարդիկ թիմում են ցես կապված ոտնաթաթի, ձունգի կամ գոճի հետ, կապանների, վնասվածքների, մենիսկի պատրվածք կամ հոթոխախդեր, արթրոզ։ Մեր պրոֆիլը շատ մեծ է, շատ տարբեր է ու կախված է տարիքայիններից։
ամեն տարիքային խումբ ունի իր պաթոլոգիաները, իր խնդիրները, 80 տարեկանները ունեն իրենց խնդիրները, 20 տարեկան սպորտիվ ակտիվ երիտասարդները ունեն իրենց խնդիրները, կախված ակտիվությունից, ընթացքից, տարիքից, սեռից նույնիսկ տարբերվում է։ Այսինքն խոսենք դրամարդ կամ կանայք։ Դրամարդ կամ կին, տարիքը մինչև 40, 40-ից հետո սպորտիվ, ոչ սպորտիվ, ուրիշ կոնտամինանտ հիվանդություններով, եթե շաքարային դիաբետ ունեն, սրտի խնդիրներ ունեն, տարբեր խմբերը տարբեր տեսակի խնդիրներ ունեն։ Չի կարելի ընդհանրացնել ասել, որ այս խնդրը այս բոլորը ունենում են, դες բան մի քիչ դժվար ավելի ընդհանրացնել։ Իսկ կան վնասվածքներ, դոկտոր Միրզոյան, որոնք մարդիկ հաճախ անդեսում են, բայց հետագայում լուրջ հետևանքներ են ունենում։ Շատ հաճախ լինում է, որ մարդիկ ինչ-որ սպորտ անելու ժամանակ կամ ինչ-որ ակտիվիտետ անելու ժամանակ կարող է տեղ հարվածեն, տեղ լինեն, այդ ժամանակ ունենան կապտուկներ, ցավեր, ուռածություն, որ ուշադրություն չդարձնեն, շարունակեն իրենց գործունեությունը, բայց մի քանի տարի հետո հայտնաբերվի, որ այդ ժամանակ եղել է կարևոր ջլի կամ մականի կամ ոսկորային կոտրվածք, որ այդ ժամանակ չի տեսնել, անտեսվել է, չի վիրահատվել կամ չի ժամանակին անշարժացվել, որը հետագայում բերում է մեծ խնդիրների, հոդների քայքայման, արտրոզի առաջացման, որ հետո ավելի մեծ վիրահատության կարիք է։ Քիչ հետ պիտի խոսենք վստահ այդ օստեոպորոզի կամ արթրոզի կամ այլ տարբեր նյութերի շուրջ եւս այսօր ինչ հիմնական գործոններ են նպաստում ոդնաթաթի, ծունգի եւ գոճի խնդիրների առաջացմանը։ Կանանց մոտ ոդնաթաթի խնդիրների հիմնական պատճառը բարձրակրում կոշիկների հագնելն է։ Եվ այդ բարձր դրունքները։ Բարձրակրում կոշիկները նեղ ծայրերով իրանք բերում են ոդնաթաթի հալյուքս վալգուս կոչված դեֆորմացիային։ Շատ հաճախ նաև ինքը ժառանգական խնդիր է, բայց շատ հաճախ կանանց մոտ երիտասարդ աղջիկների, որ սիրում են բարձրակրում կոշիկներով, սիրում կոշիկներով քայլել, հաճախ պատճառը լինում է դա։ Իսկ ծնկի խնդիրները հիմնականում երիտասարդների մոտ սպորտիվ, որոնք սպորտային տարբեր մրցաշարերի ժամանակ ավելի շատ են ռիսկերի տակ ու ավելի շատ են վնասվածքները, որ բերում են մենիսկի կամ առաջնային խաչաձև կապանի վնասման կամ հիմնական պատճառները երիտասարդների մոտ սպորտն ու տարբեր գործողությունները, տարբեր ակտիվիտեները, որ ունենում են, պատճառն է, իսկ տարիքայինների մոտ հիմնականում շաքարային դիաբետն է բերում հոդերի քայքայման ու հոդերի վնասման, ինչպես նաև ավելի քաշը։ Իսկ ինչպես կփուժվին այդ ցավերը, այդ ոդնաթաթի ցավերը, ոչ վիրահատությամբ կխոսեմ։ Ֆիզիոթերապիան մեծ նշանակություն ունի, ինչպես նաև կոշիկների մեջ հատուկ տակացուներ են չափսով սարքվում, որոնք սուպորտ են անում ու կոմֆորտ են տալի պացիենտներին քայլելու։ Շատ լսած եմ, թե ինձ կասեն կաբանի բادرվածք։ Եթե կուզեմ լավ իմանալ, ինչ է առաջային եւ հետին խաչաձև կաբանի բادرվածքը եւ ինչով են դրանք տարբերվում միմյանցից։ Ծնկի հոդը կազմված է երկու իրարից անկախ ոսկորներից, ազդրի եւ սրունքի ոսկորները, որոնք իրար հետ կապված են խաչաձև կապաններով։ Եթե խաչաձև կապաններից մեկը չի աշխատում կամ պատրված է,
այդ երկու ոսկորները սկսում են իրար հանդեպ ավելի շատ շարժումներ բերել։ Երբ որ քայլում են առաջ ու հետ են գնում, այդ շարժումների ամպլիտուդը մեծանում է, որ շատ մեծանում է, սկսում են ոսկորները կպնել իրար, որ բերում է մենիսկների պատրվածքի նաև, մենիսկից հետո արդեն սկսում է կրճիկային ու դեգեներատիվ փոփոխություններ, որը բերում է արդեն արթրոզի առաջացման։ Այո։ Ուրեմն այդ մեկը պատճառ է դարձնել արթրոզի համար, այդ ցավերը, որ ունենում են մարդիկ։ Եթե կապանների վնասված կա, կապանները վնասված են, հետագայում կապանի վնասը ինչու ենք առաջարկում կապանները վերականգնել, որ այդ արթրոզի առաջացման հավանականությունը ավելի քչացնենք։ Որքանով շիտակ է։ Այո, ներողություն, հրամեցեք։ Որ ավելի ծնկի հոդը ավելի ստաբիլ լինի, որ ավելի շատ շարժումներ չունենա, որ վնասվելու շանսը ավելի քիչ լինի։ Այո, անպայման։ Իսկ արթրոզ, որ հիշեցիք դոկտոր Միրզոյան, այսօր որքանով ճիշտ է մենք միշտ լսում ենք օդի փոփոխությունը այդ ցավերը պատճառում է այդ մարդիկ, որ այդ արթրոզի ցավերը ունեն։ Այդ խոսակցությունը ճիշտ է արդյոք։ Իհարկե։ Հոդացավերի համար մեջ նշանակություն ունի օդախոնավությունը, բարձր օդի խոնավությունը նպաստում է ցավերի ավելի շատ արտահայտմանը, ինչպես նաև ցուրտ եղանակը։ Շատ պացիենտներ բուժառումներ հյուսիսային երկրներում ավելի շատ ցավեր ունեն, իսկ երբ արձակուրդները անցկացնում են Հայաստանում կամ ավելի չոր տեղեր, նրանց ցավերը ավելի բավականին ավելի պակասում են։ Ինչպես նաև մեծ նշանակություն ունի մեթեոն։ Նամանավանդ Բրյուսելում ցուրտ սմեր բա Շատ լավ իմանում եմ, որովհետև արդեն դեկտեմբեր ամսու այդ ցույները մենք վայելել ենք Բրյուսելում։ Իսկ ինչպես այսօր մարդիկ կարելի են կանխարգելել ցունկի կամ գոճի վնասվածքները առօրյայում։ Ցունկիները, ինչպես ասացի, սպորտային վնասվածքներ են, սպորտային տեխնիկան ավելի համապատասխանեցնելու, տեխնիկան ավելի ուժեղացնելու, վկանները ավելի ուժեղացնելու հետևանքով ու շատ կարևոր է, որ մասը շատ մարդիկ անտեսում են քաշն է։ Եվս մեկ անգամ ավելորդ քաշը, հիվանդների ավելորդ քաշը բերում է եւ տրավմատիզմի եւ վնասման եւ ցավերի առաջացման, իսկ ինչ վերաբերում է ոտքին, կոշիկները, կոմֆորտ եւ փափուկ կոշիկները, որ հիվանդը ինքը նախընտրում ակներ, աշխատենք ոչ թե շատ բարձրակրում ու նեղ կոշիկներ, որոնք իրենցով գուցե նաև շատ սիրուն են, բայց ոչ թե սիրունությունն է որոշում, այլ կոմֆորտը եւ հետագա զարգացումը։ Վստահ կոմֆորտը շատ կարևոր է, բայց արդյոք մենք պետք է մոռանանք այդ բարձրագրուն կոշիկները։ Պետք է չմոռանանք, ուղղակի եթե ժամանակ առ ժամանակ ինչ-որ տոների, տոնախանությունների ժամանակ ակները ուրիշ է, բայց ոչ թե ամենօրյա օգտագործման համար։ Ամենօրյա օգտագործումը ոտքերի համար այդքան էլ լավ չի առողջության։ Անպայման պետք է հետևել խորհուրդների բժշկի նամանավանդ ցեզիբես փորձառու եւ լավ լսել, որբեսի այդ ցավերը ովևէ մեկը չունենան։ Այսօր ովևէ մեկ ցավի կամ հիվանդությունի կամ ովևէ մեկ ալտերնատիվ ախտորոշումը շատ կարևոր է։ Ձեր կարծիքով որքան կարևոր է ախտորոշումը եւ ինչ բարդությունների կարող է բերել ուշացումը։ Օրինակ, եթե խոսենք ձնգի անդանելի ցավի մասին կամ գոնքի կամ ոդնաթաթի ովևէ մեկ անդանելի ցավի մասին։ Ու եթե ցավը անտանելի է, այդ ժամանակ ավելի ցանկալի է ճշտել պատճառը ցավի, որոշ ժամանակ կարող է փոքր մենիսկի պատրվածքը, որը շատ հեշտ բուժվելու, շատ հեշտ վիրահատելու
կարիք ունի կարաբերի այդ ցավերի վերացման, բայց այդ նույն դեպքում, եթե ցավերը անտեսվեն ու ցավերին ուշադրություն չդարձնեն, կարա հետագայում բերի մեծ դեստրուկտիվ փոփոխությունների հոտերի, ու այդ ամեն ինչը վերջանա ավելի մեծ վիրահատությունով, ավելի մեծ հետևանքներ ունենա պացիենտի համար։ Եթե պացիենտը ավելի շուտ դիմեր բժշկի, փոքր վիրահատությունով կարելի է հարցը ավելի մինի-ինվազիվ ձևով այդ հարցը լուծել ու չհասնել մինչև մեծ պրոբլեմներ։ Շատ կարևոր խորհուրդ էր այս մեկը եւ պետք է բոլորը լավ լսեն, նամանավանդ եկեք խոսենք փորձառու վիրապուժի մասին, օրտոպեդ վիրապուժ դոկտոր Միրզոյանին։ Մենք միշտ կսենք թե մարդիկ կսեն, որովհետեւ միշտ մենք կլսենք մեր 4 կողմի մարդիկ ինչ կասեն։ Գասեն թե անհրաժեշտ է թիմել վիրապուժական միջամտության։ Ինչ կպատասխանեք այդպես մարդկանց, որ այսպես ասում են։ Անհրաժեշտ է դիմել վիրահատության, Վիրապուժական միջամտության։ Ոչ միշտ, եթե իրոք կան ցուցումներ վիրահատության, վիրաբուժական միջամտության, այդ դեպքում ցանկալի է, բայց ոչ միշտ, ու այդ հիվանդի կարիքները որոշելու համար իհարկե պետք է համապատասխան մասնագետի մոտ խորհրդատվության անցնել, այդ նորմալ բժիշկը պետք է այդ ամեն ինչի հիմա վրա որոշում ընդունի, իհարկե պացիենտի հետ միասին որոշում ընդունի, ինչ վիրահատության կարիքը կա թե չէ։ Բայց հիմնական որոշողը պացիենտն է, հետո նոր բժիշկը առաջարկում է, բժիշկը իր խորհուրդն է տալի, որից հետո պացիենտը ինքը խորհուրդը ընդունում է կամ չի ընդունում։ Ուրեմն այդ մեկը պացիենտի է, որ ինքը կորոշե, եթե ուզում է կամ ոչ։ Ասեն միշտ պացիենտն է որոշում։ Մենք որպես բժիշկ մենք առաջարկում ենք, մենք բացատրում ենք ու առաջարկում ենք։ Որ բարակային մերժում են պացիենտները, դոկտոր, որովհետև մենք շատ լավ գիտենք, թե այսօր վիրապուժը ինք շատ լավ հասկանում է եւ մեզ շատ ավելի լավ գիտի, որով արդեն ինք ուսանել է։ Որ բարակային պացիենտները մերժում են եւ ինչ պատճառներով։ Պացիենտներ կան, որ շատ վախում են։ Չեն ուզում վիրահատություն, ուսպես պաթոլոգիկ ձևով վախենում եմ վիրահատությունից, սրսկումից, ասեղներից կամ երազ եմ տեսել, որ ես վիրահատություն չպետք է անեմ, տարբեր տեսակի մարդիկ կան, ու մարդիկ կան, որ ցավը այնպեսի բան է, որ մենք չենք կարող չափենք, ու ինքը ավելի հարաբերական է, մեկը ցավին դիմանում է, մեկը ցավին չի դիմանում, այդ նույն ցավի հետ միասին, մարդկա ուժեղ դեստրուկցիա ունի հոդերի, բայց ցավ չունի։ Ավելի փոքր վնասվածքով, որ ցավերի մեջ տարապում է, ու ինքն հենց դիմում, ասում է վիրահատության կարիք ունեմ, հենց պետք է վերատեսի ուրիշ։ Կախված հիվանդի պերսոնալիտից, հիվանդը ասում է, ես ցավը դիմացող եմ, կարող եմ դիմանամ եւ սպասեմ, ինձ պետք չի վիրահատել, ես վիրահատության կարիք չունեմ։ Եվ այդպես շատ է պատահում, թե ես ցավի կարող եմ դիմանալ եւ վիրահատություն չեմ ուզում եւ կարծեմ թե ավելի վնասվածքներ ունենում են այդպես պացիենտներ։ Շատ հավանական է։ Այո, պիտի խոսենք ձունգի փոխարինումի մասին, ինչ է մասնագի փոխարինումը, որ այսօր գիսապրոթեզով է որ կատարվում է եւ ինչով է այն տարբերվում ամբողջական փոխարինումից։ Ձունգը ուրեմն կազմված է 3 կոմպարտմենտներից՝ միջին, դրսային եւ պատելոֆեմորալ։ Կախված թե որ կոմպարտմենտն է ավելի շատ վնասված, դրանք կարող ենք փոխել հենց մենակ այդ մի մասը ծնկի։ Պետք չէ փոխել ընդհանուր ծունկը, այլ կարող ենք փոխարինենք մետաղով եւ պլաստիկով մենակ մի կողմը։ Հիմնականում միջին մասն է ծնկի, որ վնասված է լինում, եւ դրա փոխարինումները կատարում են առավելությունը փոքր վիրահատության, ինք ավելի փոքր է, ռևալիդացիոն շրջանը ավելի կարճ է, ցավերը ավելի քիչ են,
ու ավելի արագ են ռեվալիդացիան ավելի արագ է ընթանում հատերին։ Ի տարբերություն կոմպլետ, երբ որ պետք է փոխեն բոլոր 3 կոմպարտմենտները ծնկի, այդ դեպքում ավելի կտրվածքն ավելի մեծ, մկանների վնասվածքը մինչև վիրահատական բացվածքը ավելի մեծ է, մինչև ծնկի հոտին հասնելու համար ու ռեվալիդացիան ավելի երկար է տևում, ավելի ցավոտ է։ Գխոսենք ոս դարեցների մասին, այս վիրահատությունը, որ մենք կխոսենք միան դարեցների համար է կամ ովևէ մեկ տարիքի համար է, որ գխոսենք։ Բոլոր տարիքների համար կարող վիրահատություն անենք, ուղղակի վիրահատություն ժամանակ ինչ է կատարվում ծնկի պրոթեզի ժամանակ, ծունկը փոխարինվում է մետաղով եւ պլաստիկով։ Այո, իսկ որն են այն դեպքերը կամ որ բարակային նախընտրելի է կատարել մասնագի եւ որ բարակային ամբողջական փոխարինում։ Եթե մի մասն է վնասված, մնացած 2 մասերը լավ են, այդ դեպքում կարելի է փոխարինել մի մասը։ Իսկ եթե բոլոր 3 կոմպարտմենտները ծնկի 3-ն էլ վնասված են, այդ դեպքում ավելի լավ է փոխարինել ընդհանուր բոլորը։ Պրոթեզի խորհուրդ ենք տալի մենք հիվանդներին 65 տարեկան եւ պլյուս այդ ժամանակից հետո պրոթեզները դեղադրելու համար, ինչու որտեղ ինքը մետաղ ու պլաստիկ, ինչպես գիտենք, մետաղն ու պլաստիկը մաշվելու հատկություններ ունեն։ Հիմիկվա ակտուալ պրոթեզները, որը վերջին գեներացիոն պրոթեզները, մետաղները որ ունենք, մետալուրգիայի, իրանք 20 տարվա են։ Միայն 20 տարի հետո իրենք մաշում են եւ փոխարինում կարիք ունեն։ Բայց դուք ասեցիք 65 տարեկան եւ պլյուս Աշխատում ենք 65-ից հետո ծունկի պրոթեզները փոխարինները կատարենք 65-ից պլյուս։ Կարան 40 տարեկանին էլ դնենք, բայց եթե 40 տարեկանին դնենք, 60 տարեկանում պետք է լինի այդ ծնկի պրոթեզը նորից փոխարինելու, որտեղ ինքը պետք է մաշվի։ Դրա համար առաջարկում ենք հիվանդին ինչքան հնարավոր է ուշ տեղադրել, որ մի պրոթեզով ինքը ամբողջ իր կյանքը շարունակի այդ մի պրոթեզով, եթե չէ, կարիք կլինի երկրորդ վիրահատության, կարիք կլինի փոխարինման, իսկ երկրորդ վիրահատությունը պրոթեզի փոխարինումը ավելի ծանր վիրահատությունը, ավելի ծանր ռեվալիդացիոնը, ավելի երկար վերականգնողական շրջանով։ Քանի անգամ կարելի է փոխարինում կատարել։ Նորմալ 2-3 Իսկ որ ասեցիք 65 պլյուս կադագի մի բաժին դոկտոր, գանայք ովևէ մեկ ժամանակ 50-ն վերջեն, միշտ 50 տարեկան եւ ոչ ավելի կամ 45 ոչ ավելի, 65 պլյուսը հարմար չէ մեր բոլորին համար։ Այդ երիտասարդի հոգին, որ ունենք մենք բոլորս տիկինները կամ օրիորդները, այդ մեկը մեզ առողջ է վահել եւ ովևէ մեկ ցավեր մենք չենք ունենալ անպայման մեր կյանքում։ Հոգով դուք միշտ երիտասարդ եք, բայց ցավոք սրտի ազնագրային տարիքը մի քիչ ուրիշ է։ Իրականությունն է։ Նամանավանդ շատ լուրջ թեմա է ասունգի փոխարինումը։ Իսկ որոնք են երկու մեթոդների հիմնական առավելություններն ու սահմանափակումները։ Ընդհանուր եւ փոքր մասնակի պրոթեզի մասին է խոսքը։ Այո։ Սահմանափակումները տարիքային են, ինչպես ասացի, տարիքները ավելի ցանկալի է, ինչքան հնարավոր է ավելի մեծ տարիքում այդ պրոթեզների կիրառումը, իսկ փոքր պրոթեզները կարելի է նաև երիտասարդների մոտ փոքր պրոթեզի առավելությունն է, որ նույնիսկ 10-15 տարի հետո եթե պետք է փոխարինենք, նա փոխարինումը մեծով ավելի հեշտ ու ավելի անցավ է իրականանում, քան մեծ պրոթեզը փոխարինելը։ Մեծ պրոթեզի փոխելը ավելի դժվար, ավելի ծանր վիրահատություն է պացիենտի համար։ Ինչ է փոքր պրոթեզը։ Այդ որ մասնակի, որ մի մասն է փոխարինում, ինքը մենք ասում ենք փոքր պրոթեզ։ Իսկ ովևէ մեկ տարիքի at եթե փոքր պրոթեզը պետք է անպայման at վերահատությունը պետք է կատարել, այսինքն տարիքի հետ կապ չունի, եթե ասենք 30-ը 40-ը։ Կապ չունի, եթե արտրոզ արդեն ասել են աստիճանի, որ ցավերը ավելի շատ են ու չի դիմանում, որ արդեն կոմֆորտը բերելու համար միակ տարբերակը
փոքր պրոթեզի տեղադրումն է։ Ովևէ մեկ պրոթեզի կյանքը 20 տարի է։ Ну 15-ից 20 տարի։ 20 տարի։ Մարմին կդարբերի կամ կյանքը այդ մեկն է 15 կամ 20։ Մարմինից կախված չի, ինքը կախված է մետաղի որակից, մետալուրգիայից։ Հիմա վերջի դարաշրջանում մետալուրգիան շատ ավելի լավացել է ու մետաղները ավելի պինդ են ու միաժամանակ ավելի քիչ մաշվող են, կախված է պլաստիկից, որտեղ երկու մետաղի արանքը պլաստիկ պոլիէթիլեն հատված կա, այդ պոլիէթիլենից է կախվում, պոլիէթիլենն էլ վերջի ժամանակներ արդեն որակը շատ բավականին լավացել է։ Առաջ մեծ խնդրեմ էր, որ այդ պոլիէթիլենը շուտ մաշվում էր։ Հիմիկվա պոլիէթիլենները ավելի լավ որակի են ու ավելի քիչ են մաշվում ու կախված է թե ինչպես կօգտագործես պրոթեզը։ Եթե մետաղը ծունկը փոխվում է դառնում մետաղից, կախված է թե դու ոնց պետք է օգտագործես այդ մետաղը։ Ես միշտ հիվանդներին ասում եմ, պատկերացրու մի մեքենա, որ տարեկան անում է 100,000 մղոն։ Ինքը ինչքան կմաշի ու մյուս մեքենա, որ անում է ընդամենը 1000 մղոն, որ ավելի շուտ կմաշվի, որ ավելի շուտ կվնասվի, որ ավելի շուտ փոխելու կարիք կունենա։ Եթե դու իրան ինտենսիվ օգտագործես, անես ինտենսիվ սպորտ, վազես, թռնես ու շատ քայլես, այդ ժամանակ ինքը ավելի շատ հավանականություն ավելի մեծ է, որ ինքը ավելի շուտ կվնասվի, ավելի շուտ կմաշվի, ավելի շուտ իրան փոխելու կարիք կունենա։ Դուք ասեցիք պրոթեզի տեսակներ երկաթը, մետաղը կամ այլ տարբեր, կան մարմիններ, թե չի ընդունում այդ պրոթեզը։ Շատ միլիոնից 1 կամ 2 դեպք, որ մարդիկ ալերգիկ ռեակցիոն են ունենում այս մետաղներին, իրանց համար էլ արդեն գոյություն ունի հատուկ հիպոալերգիկ մետաղներ, որ իրանց ավելի քիչ են բանանում։ Ուրեմն նախքան վիրահատությունները կատարվելը դոկտոր Միրզոյան, ովևէ մեկ քննություններ, թեստեր կան, որովհետեւ պացիենտը իմանա թե իր մարմինը ընդունում է կամ ոչ։ Կան տեստեր, կարանք անենք, բայց հիմնական չենք անում։ Պացիենտները իրանք են ասում օրինակ, եթե ես ականջողներ ունեմ մետաղից, ինձ ալերգիա տալի, այդ հիվանդները ավելի արդեն կասկածել են, այդ հիվանդներին ուղարկում ենք հատուկ տեստ անելու, որ նիկել, քրոմ, վանադիում այդ մետաղների համար տեսնենք, որ իրանք ալերգիա ունեն, թե չէ։ Իրականում այդ մետաղներից կազմված ձուլվածքներն են, որ պրոթեզների մեջ են։ Նիկել, քրոմ, վանադիում ու այդ տիպի պացիենտներին ուղարկում ենք տեստերի, իսկ ընդհանուր որ բոլոր պացիենտներին տեստեր անենք, իր հավանականությունը այնքան քիչ է, որ դրա կարիքը չկա։ Միլիոնից 1 կամ 2-ն են ունենում։ Իսկ ինչ է պատահում այդ բարակային դարձյալ վիրահատության պետք է ենթարկվի պացիենտը։ Այդ պրոթեզը պետք է փոխարինվի հիպոալերգիկ պրոթեզով։ Եվ ցավը ավելի կշատանա եւ պացիենտը հավանաբար ավելի վախենում է եւ այդպես բարականներ։ Նորմալ, պետք է ցավը պակասի, նպատակը այդ վիրահատության, երկրորդ վիրահատության փոխարինը ցավը պակասի։ Այո։ Բայց արդեն երկրորդ վիրահատությունը առաջինը պետք է հանվի, նորը դրվի ավելի դժվարանում։ Դուք ասեցիք 65 եւ պլյուս կամ 40-ը հիշեցիք։ Եթե պիտի խոսենք ընդհանուր առմամբ, արդյոք դարիքային սահմանագումներ կան այս վիրահատությունների համար, եթե անցումը 80 է, 85 է կամ 70-ական է, արդյոք կան այդ կախված ընդհանուր առողջական վիճակից, եթե հիվանդը պացիենտը 90 տարեկան է, բայց ինքը ամեն ինչ իր անում, սպորտով զբաղվում, իր առողջական մեծ խնդիրներ չունի, կարող է ձևի վիրահատվի ինչպես 60 տարեկանը կամ 65 տարեկանը։ Ուրեմն միայն առողջապահական կողմն է, որ մենք խոսում ենք։ Եթե տարիքը 80 է եւ շատ առողջ մարդ է կարող է։ Տարիքային սահմանափակում չկա, եթե առողջությունը թույլ է տալի, հիվանդը ակտիվ է, ուզում է իր ակտիվությունը պահի, ոչ մի խնդիր չկա, լիմիտ չկա, որ ասենք 80-ից հետո էլ չեն կարող։ 70 տարեկաններ կան, որ կարող է 60 տարեկանից ավելի առողջ լինեն, 60 տարեկանից ավելի ակտիվ լինեն։ Այո։
Վերահատություն բարը շատերի համար ծանր է եւ վախեցնում է։ Արդյոք կան այլ ընտրանքներ։ Ցավոք սրտի շատ չեն այլ ընտրանքների, նույնիսկ կան այլ ընտրանքներ ժամանակավոր հանգստություն են տալի, ժամանակավոր ցավերի պակասություն են տալի, բայց վերջնական խնդրի լուծում չեն տալի։ Խնդրի լուծումը վերջնականը հիմնականում գալիս է իրահատական ճանապարհով, մնացած ինֆիլտրացիոնները, սրսկումները բերում են ժամանակավոր ցավի պակասեցման, թուլացման, բայց ոչ թե վերացման։ Ժամանակավոր, մարդը կարող է 1 ամիս, 2 ամիս, 6 ամիս, 2 տարի, բայց ցավերը նույնիսկ վերադառնում են ցավոք սրտի։ Ուրեմն ժամանակավոր կլինեն։ Ժամանակավոր։ Սրսկման մասին որ խոսեցաք այսօր շատ տարեց տիկիններ կան թե վախենում են այդ վերահատություններից, ինչպես արդեն ասեցի, եւ միայն այդ զունգի ցավերի համար գուզեն այցելել բժիշկին այդ աստեղներուն կամ սրսկման համար, որքան է այնոնց տևողությունը, դարձյալ ժամանակավոր է կամ կան թե տարիներ։ Ժամանակավորը է ավելի շատ ինդիվիդուալ է, մեկ հիվանդը կարող է 2 տարի, այդ հիվանդներ կան նույնիսկ մինչև 5 տարի ցավերի պակասում, բայց հիվանդներ կան, որ կարող է 1 ամիս տևի էֆեկտ է դեղորայքներ ու 1 ամիս հետո նորից նույն ցավերը վերադառնան։ Ինչու կդարբերի 1 ամիս կամ 2 տարի կամ 5 տարի։ Կապված է արտրոզի արդեն ինչ աստիճանի արտրոզը, ինչ աստիճանի մասսաջությունը, կախված է նաև մարդկային ինդիվիդուալ խարակտերիստիկներից, մարդկա որ ավելի հեշտ է լավանում, ավելի շուտ է լավանում, մյուսները ավելի դժվար է լավանում, ու կախված մենք գիտենք, որ մետրոլային, կորտիզոնային ինֆիլտրացիոնները, սրսկումները առաջին 1-2-ը շատ լավ են աշխատում, բայց հետո օրգանիզմը արդեն սովորում է ու էֆեկտը ավելի պակասում է։ Այսինքն մենք չենք կարող միշտ այդ սրսկումը 6 ամիսը 1 կամ 2 ամիսը 1 այդ սրսկումները անելու, որտեղ օրգանիզմը սովորում է այդ սրսկումներին, այդ դեղորայքին, արդեն 3-րդ սրսկումը արդեն էֆեկտ չի տալի։ Կորտիզոնը որ հիշեցիք, այսօր գասեն թե կորտիզոնը վտանգավոր է որևէ մեկ տարիքի կամ մարդի համար, ճիշտ են այդ խոսակցությունները։ Կորտիզոնը վտանգավոր է մեծ դոզաներով ու երկար ժամանակ ընդունելուց ժամանակ։ Մեր պարագայում, որ մենք անում ենք ինֆիլտրացիոններ, սրսկումներ ներհոդային, հիմնականում 1 կամ 2 դոզա է ամպուլ, որ ինքնիրանով այդքան վտանգավոր չի, ու եթե մենք իր ներարկումը կատարում ենք հոդի մեջ, ինքը մնում է հենց այդ հոդի մեջ, ինքը չի տարածվում ամբողջ օրգանիզմով, ու իր այդ կողմնային էֆեկտները այդքան չեն արտահայտում։ Կորտիզոնը վտանգավոր է, եթե պացիենտը երկար ժամանակ այդ կորտիզոնը ընդունի դեղահաբերի տեսքով, բարձր դոզայով, այդ ժամանակ կորտիզոնը վտանգավոր է։ 1-2 անգամ ուրեմն արգելք չէ։ Իր սրսկումների պարագայում մեծ բաներ երկրորդային էֆեկտներ մենք չենք բանանում։ Նամանավանդ երբ ուսերի մկանային կամ փորփոքումի համար սրսկել են միշտ այդ կորտիզոնը, քանի անգամ մարմինը ընդունում է այդ կորտիզոնը եւ քանի անգամ արտոնված է պացիենտը ընդունի այդ կորտիզոնը։ Safe մնալու համար, օրգանիզմի համար մաքսիմալ առաջարկում ենք 3-ից ոչ ավել տարեկան։ Առավելությունը ինչ է այդ 3 անգամ։ Միան ցավերը պակաս։ Առավելությունը այդքան, այսինքն էֆեկտը մնում է, 3 տարվա մեջ 3 հատ ինֆիլտրացիոնով էֆեկտը մնում է ու երկրորդային էֆեկտները ավելի պակաս են, այսինքն երկրորդային վատ էֆեկտները չեն լինում։ Ունի որևէ մեկը հավանականություն ավելի քիչ է։ Վատ կողմերը ինչ են, side effect-ները ինչ են կորտիզոնի։ Side effect-ները շաքարային դիաբետով հիվանդների մոտ շաքարի բարձրացում, շաքարային կրիզի, մաշկային խնդիրներ, որոշ մարդիկ քաշի ավելացում են ունենում, ոսկրային թուլացումներ, օստեոպորոզ առաջացնում, եթե երկար մեծ դոզաներ օգտագործելու ժամանակ։
Որ մեկ բարակային թելադրում եք դուք կորտիզոնը դոկտոր Միրզոյան։ Եթե շատ ուժեղ ցավեր ունեն պացիենտները, որ սովորական ցավազրկողներով որ չեն կարող հանգստացնել, այդ ժամանակ կորտիզոնը որպես ամենաուժեղ հակաբորբոքային, որտեղ կորտիզոնը ինքը ամենաուժեղ հակաբորբոքայինն է, որ մենք ունենք, այդ ժամանակ կորտիզոնը մեր ամենալավ օգնականն է, կորտիզոնը փորձում ենք ցավերը ու բորբոքումները ավելի պակասացնել։ Բագասացնելու համար, այո։ Ոսկորը առողջ մնալու համար գրեթե այսինքն 25-30 տարեկանին վերջ կսկսենք բոլորս վիտամիններ կամ հավելումներ կորզածել մեր կյանքում։ Ինչ թեր են խաղում վիտամիններն ու հավելումները ոսկորների առողջության մեջ։ Կխոսենք supplement and vitamins։ Ոսկորների առողջության համար ոսկորները կազմված են իրեն կալցիումից։ Կալցիումն է ոսկորների ամրությունը, իսկ կալցիումը որպեսզի հասնի մինչև ոսկորները, մեզ պետք է վիտամին D։ Դրա համար կալցիումի հաբերը հիմնականում վիտամին D-ի հետ հաբերը, որ վիտամին D-ն նպաստում է կալցիումի ներծծմանը եւ տրանսպորտին, մինչեւ այդյան մագաղաշրջանառությունով հասնի մինչեւ ոսկրային համակարգ, մեզ պետք է կալցիում ու վիտամին D իրար հետ։ Կալցիում առանց վիտամին D-ի չունի ոչ մի էֆեկտ։ Ուրեմն միաժամանակ։ Իրենք իրար հետ ներծծման համար կալցիումը պարտադիր պետք է վիտամին D-ի հետ լինի։ Ովևէ մեկ դարիք կա կալցիումի համար կամ վիտամինի համար։ Հիմնականում կանանց մոտ համարվում է մենոպոզից հետո, երբ հորմոնային ֆոնը կանանց օրգանիզմում փոխվում է, արդեն սկսում են հորմոնային փոփոխություններ, այդ ժամանակ ցանկալի է, որ կալցիում եւ վիտամին D սուպլեմենտները ավելի շատ օգտագործվեն ոսկրային առողջությունը պահելու համար։ Ոսկրային առողջությունը պահելու համար մյուս կարևոր հանգամանքներից միշտ շարժումների մեջ, շարժման մեջ մնալն է։ Դուք խոսեցաք մենոպոզե ետքը, որ այսօր կանանցի համար է, բայց եթե պիտի խոսենք կանանց եւ դղամարդկանց մոտ, դարձյալ այդ տարիքեն ետք է, գիտենք թե կանանցը դարիք ունի, թե մենոպոզն է, բայց դղամարդկանց մոտ եթե պիտի խոսենք, որ մեկ տարիքից ետք է, որ պետք է իրենք ավելումները եւ վիտամինները կորցածեն։ Տղամարդկանց մոտ կախված է օստեոպորոզի հավանականությունը մեծանում է, եւ տղամարդը կորցնում է իր ֆիզիկական ակտիվությունը։ Եթե տղամարդը չի զբաղվում ֆիզիկական աշխատանքով, չի զբաղվում սպորտով, այդ ժամանակ օրգանիզմը սկսում է ավելի ոսկորային թուլություններ են առաջանում, ոսկորները ավելի ֆրաժայլ են դառնում, ավելի շատ կոտրվածների են նախորդը, իսկ կանանց մոտ այդ բաժանները ավելի շատ հորմոնային են։ Կանանց մոտ ավելի շատ կանայք ավելի հորմոն կախված են, ավելի հորմոնային փոփոխություններից կախված են։ Նամանավանդ շատ կարևոր է մենոպաուզայի մասին խոսիլ, մենոպոզը, կանայքի մոտ մենոպաուզայից հետո սկսվում է օստեոպորոզի վախը, որ այսօր շատերում մոտ այդ վախը միշտ կա։ Ինչ է իրականում օստեոպորոզը, եթե ավելի տեղեկությամբ պիտի բացատրեք հաջիկ, եւ ինչպես է այն աստում ոսկրերի ամրության վրա։ Օստեոպորոզը, ուրեմն մեր ոսկորները, պատկերացնենք, մեր ոսկորները խողովակ են, որոնք ընկղմված են կալցիումի մեջ։ Կախված թե ինչքան կալցիում կա այդ խողովակի մեջ, այդքան պինդ է մեր ոսկորները։ Տարիքի հետ մենոպոզից հետո ինչ է կատարվում, երբ որ հորմոնային ֆոնը սկսում է փոխվել կանանց մոտ, օրգանիզմը սկսում է կալցիումը ոսկորների մեջից հեռացնել։ Այսինքն նույն խողովակը, որ կար, իր density-ն ավելի շատ էր, ավելի շատ կալցիում էր մեջ է պարունակում, որ ավելի պինդ էր,
սկսում է այդ խողովակը ունենալ, բայց ավելի քիչ կալցիումի մոլեկուլները, կալցիում ավելի պակասում է, իր density-ն ավելի քչանում է։ Այո։ Նույն ոսկորն է, բայց ավելի թույլ, որտեղ իր մեջի կալցիումի պարունակությունը պակասում է։ Այդ օստեոպորոզը հենց դա է կախված թե ինչքան աստիճանի է կալցիումի քանակը ոսկորների մեջ քչացած։ Ու դրա համար էլ կալցիում սուպլեմենտներն են, որ պետք է բերեն նորից density-ին ոսկորների պնդությունը վերականգնելու, որ այդ նույն կալցիումը, որ արդեն դուրս է եկել, որ կարողանանք նորից օրգանիզմին հասկացնել, որ կալցիումը պետք է ոսկորների պնդության համար, որ կալցիումը նորից ոսկորների մեջ հետ ներծծվի։ Կան գենետիկ կորցուններ, որոնք մեծացնում են օստեոպորոզի վտանգը։ Իհարկե, կան տարբեր հիվանդություններ գենետիկ, որ ուժեղացնում են, կան նույնիսկ հիվանդություններ, որ շատ ոսկորներ գենետիկ դեֆեկտի հետևանքով, որ թեթև փոքր շարժումներից նույնիսկ կարող են կոտրվածքներ ունենան, որ ոսկորները գենետիկով ավելի թույլ են ու ավելի հեշտ կոտրվում են։ Ուրեմն մենոպոզը միայն ետք է, որ օստեոպորոզի վտանգը եւ վախը կա, եւ ոչ մենոպոզի առաջ։ Օստեոպորոզը երիտասարդների մոտ էլ կարող է առաջանալ օստեոպորոզ, կախված տարբեր հորմոնային հիվանդություններից, բայց հիմնական մասսան մարդկանց զանգվածը ունենում է այդ խնդիրները կանանցը մենոպոզից հետո, որովհետեւ այդ ժամանակ կնոջ հորմոնները փոխվում են, ու այն հորմոնները, որ պատասխանատու են կալցիումի պաշարի համար, կալցիումը պահելու համար ոսկորների մեջ, իրենց քանակությունը սկսում է պակասել ավտոմատ ձևով, սկսում է օրգանիզմից այդ կալցիումը, ավել կալցիումը ոսկորների մեջ պաշարված, սկսում է դուրս գալ։ Դղամարդկանց ալ մոտ կա օստեոպորոզ։ Տղամարդկանց մոտ էլ կա, տղամարդկանց ավելի ուրիշ պատճառներ են, տղամարդկանց ավելի շարժողական, ֆիզիկական աշխատանքն է պատճառը, բայց տղամարդկանց մոտ էլ անում, իհարկե, բայց ավելի քիչ։ Ավելի քիչ միշտ։ Մեր մոտ ավելի է եւ ոչ դղամարդկանց մոտ։ Ուրեմն հոս օգնում է վիտամին D-ն, ինչպես նաեւ կալցիումը եւ այլ տարբեր սապլեմենտներ շատ օգնում է։ Որքանով, եթե պիտի խոսենք դոգոսով, որքան օգնում են այս բոլորը։ Դենց հստակ տոկոսներ չկա, կախված թե էվոլյուցիայից։ Մոտավորապես։ Ընդհանրապես մեր հյուսիսային Եվրոպայում նամանավանդ որտեղ մենք արևի պակաս ունենք, ձեր Լոս Անջելեսում մի քիչ ուրիշ է, դուք մենք արևից ավելի շատ եք, մոտ ավելի ուրիշ է իրավիճակը, բայց մեր մոտ խորհրդադրվում տարեկան անցնել արյան հետազոտության, որոշել վիտամին D-ի պաշարները արյան մեջ, դրանից կախված արդեն վիտամին D-ն պետք է լավացնել, վիտամին D-ի սուպլեմենտներ, օգտագործել, որ վիտամին D-ն բարձրանա, նաև վիտամին D-ի հետ ավտոմատիկ կալցիումն ավելանում ու հիմնականում 40 տարեկանից հետո խորհրդադրվում տարին մեկ անգամ չեկապ անելու վիտամին D-ն ու կալցիումը որոշելու։ Ուրեմն այս խորհուրդները լավ լսեցեք սիրելիներ, կանայք եւ դղամարդիկ, որ այսօր հետևում եք իմ հաղորդաշարին, դոկտոր Միրզոյին դված խորհուրդները իսկապես շատ կարեւոր են, նամանավանդ խոսենք օստեոպորոզի մասին, ես կոնե անցամ կգարձեի միայն կանայքի մոտ է, այլ դղամարդկանց մոտ այս նույն խնդրեմը գա։ Վստահ եմ թե նշաններ կան, շատեր կասեն, ինքել է եւ ինք ծունգը կոտրել է կամ իր գոնքի ոսկորը կոտրել է։ Որոնք են առաջին նշանները, որոնց մարդիկ հաճախ ուշադրություն չեն դարձնում, օստեոպորոզի մասին եմ խոսում։ Փոքր կոտրվածքները հիմնականում թեթև տրավմայի ժամանակ, թեթև հարվածից կոտրվածքներ ունենալը, որը նորմալ պետք է չլինի։ Այդ արդեն նշան է, որ ոսկորները իրանք թույլ են, ֆրաժայլ են, որը նշան է, որ արդեն ոսկորային խնդիրներ գոյություն։ Իսկ եթե գնելուց հետո կոնքազդրային հոտնաջակը կոտրվում, քնակ կոտրվում, այդ ժամանակ արդեն ուշ է, արդեն օստեոպորոզը իրան արել է։
Միշտ ուշադրություն ունելը ովևէ մեկ ժամանակ եւ մանավանդ նշաններից լավ ուշադրություն տալը օստեոպորոզը ինչպես ախտորոշվում է եւ արդյոք կան դոկտոր Բարդաթիր ստուգումներ որոշակի տարիքից հետո Օստեոպորոզի հիմնական դիագնոստիկ տուլը դենսիտոմետրիան է։ Այսինքն հատուկ գործիքները, որով չափում են ոսկրերի խտությունը։ Իսկ Ոսկորները։ այո Ինչ աստիճանի ինչքան կալցիումի խտությունը ոսկորների մեջ։ Կախված դրանից արդեն որոշվում է երբ տարբեր ստադիաները, տարբեր փուլեր գոյություն, օստեոպենիա, օստեոպորոզ, դրանից կախված արդեն որոշվում է ինչ կարգի բուժում է դրան հարկավոր, ուղղակի կոմպլեմենտներ, սուպլեմենտներ կոմպենսացիայի համար, թե ուրիշ դեղորայքներ, որոնք ուժեղացնեն ոսկրային խտությունը։ Եթե սապլեմենտները կամ վիտամինները կամ կուզեն մարդիկ մոռնալ, սննդակարգը ինչ թեր ունի։ Սննդակարգը ապացուցված չէ, որ սննդակարգը ինչ-որ փոփոխություններ է բերում, ինչ-որ ոսկրային պնդության համար նշանակություն ունի։ Մեր հայկական միջավայրում մարդկանց մոտ բան կա, որ խաշուտելը բերում է ոսկրների պնդացման, բայց ընդհանրապես կապ չունի, միակ բերում է խոլեստերինի բարձրացման ու ոչ մի ու ոչ մի կապ չունի կալցիումի կամ ոսկորների պնդացման հետ։ Նամանավանդ տարեցները գասեն, թե այդպիսի սննդակար ուտելիքներ շատ կարևոր է ոսկորների համար, մեր բաբիկները կամ դադիկները այդպես են ասում, ուրեմն ահավասիկ։ Մեր կոտրվածներ ունենալուց հետո սկսում են ամեն օր խաշուտել։ Ճիշտ է։ Բայց ընդհանրապես կապ չունի ոսկորների վերականգնման հետ ու ոչ մի տարբերություն չկա, ոչ մի տարբերություն չի տալի, նույնիսկ չկա ապացույցներ, թե ուրիշ սննդային կոմպոնենտները կարան բերեն, ժամանակին թեորիաներ կային, որ պանիրը, յոգուրտը, այդ տիպի որտեղ ավելի շատ կալցիում ու պրոտեին կա, կարող է ներծել, բայց դրա ապացույցները չկան ու դժվար թե ինչ-որ փոփոխությունների վրա։ Սուպլեմենտները կան, վիտամին D, կալցիում կարող է, բայց սննդակարգը կամ սննդի մեջի պարագաները դեռ ապացուցված չի, որ ինչ-որ փոփոխություններ են։ Malheureusement non, je préférais yaourt. Իսկ որքան Շատ յոգուրտը շատ առողջարար է օրգանիզմի համար, բայց ոսկորների դենսիտոմը խտության համար ցավոք սրտի ոչ մի չկա, այո։ Իսկ որքան կարևոր է ֆիզիկական ակտիվությունը օստեոպորոզի կանխարգելման մեջ։ Շատ կարևոր է ֆիզիկական ակտիվությունը, ակտիվ մնալը, սպորտով զբաղվելը, քայլելը, շատ մեծ նշանակություն ունի ոսկորների առողջության, ոսկորների պնդության, օստեոպորոզի պրոֆիլակտիկայի համար շատ մեծ նշանակություն ունի։ Քայլելը եւ վազելը կարևոր են։ Ինչպես Քայլել եւ վազել նույն ժամանակ, այսինքն այդ ակտիվությունը ավելի շատ արագ քայլը, վազելը չէ, արագ քայլը։ oui, oh là là, quelle bonne nouvelle. Այնքան ուրախ եմ աս բոն նուվելի համար, որովհետև ես սպորտը աստծո հետ բաշտողանցն եմ, այսինքն ինձ համար այդ սպորտը շատ կարևոր է իմ կյանքում, պետք է օրական այդ սպորտի հետևեմ։ Ուրեմն առողջ պիտի լինեմ, դոկտոր Պասիոնտ պիտի չունենաք ստեսիանոնով։ Կարող է օստեոպորոզը լիովին փուշվել, թե կարելի է միայն կառավարել այն։ Կառավարել ավելի ճիշտ է կառավարելը, բուժելը բնական փոփոխությունները, որ մենք չենք կարող փոխենք, բայց կարող կառավարենք ավելի երկար ժամանակ առողջ մնալու համար։ Շատեր գասեն ես մարզանկը սիրող եմ, ես քայլելը կսիրեմ, վազել ինչպես թե հիմա ասեցի,
Բայց չեն իմանում, թե այսօր մարզումից առաջ դականալը շատ կարևոր է եւ շատեր անդեսում են։ Ինչ է դա այդքան կարևոր։ Warm-up-ը ինչ այնքան կարևոր է։ Շատ կարևոր է մկանները կամ օրգանիզմը նախապատրաստել ծանր ֆիզիկական աշխատանքի, եթե պետք է սպորտով զբաղվես ինտենսիվ, օրգանիզմը պետք է նախապատրաստվի։ Ոչ միայն warm-up-ով, նաև էլեկտրոլիտային ու ջրային բալանսն էլ պետք է կարգավորվի։ Շատ մարդիկ ուշադրություն չեն դարձնում իրենց խմելու, ջուր խմելու օրակարգին, որը նաև շատ կարևոր է 2-ից 3 լիտր, իսկ ֆիզիկական աշխատանք, ֆիզիկական սպորտով զբաղվելուց առաջ ավելի շատ պետք է զբաղվել ու կոմպենսացնել էլեկտրոն, քանի որ քրտինքի վազքի ժամանակ մենք կորցնում ենք շատ աղեր, կալցիում, կալիում, նատրիում, դրանով եւս պետք է կոմպենսացվեն, նորից պետք է օրգանիզմը ստանա մեծ նշանակություն ունի։ Իսկ warm-up-ը մկանները, որ իրանք ավելի պինդ են, ավելի ձգված են, պետք է warm-up-ով բացվեն, թուլանան, տաքանան, որ նոր իրանք կարողանան ավելի ռեզիստանտ լինեն, ավելի քիչ վնասվածքներ ստանան ծանր ֆիզիկական վարժությունների ժամանակ։ 1 րոպե բավարար է։ Շատ բավական բոլոր մարդիկ չեն ուշադրություն դարձնում այդ հարցը, չեն ուշադրություն դարձնում, չեն նայում այդ հարցերին, ու շատ դա հիմնական պատճառն է այդ փոքր վնասվածքների, մկանային պատրվաստների կամ ջրային պատրվաստների, որ հետագայում կարող է վերջանալ վիրահատությամբ։ Իսկ որքան ժամանակ տաքանալ 2 րոպե, 3 րոպե մարզումից առաջ, որքան ժամանակ պետք է տաքանալ։ Նորմալ կես ժամ։ Կես ժամ։ 30 րոպե ժամանակ։ Պիտի վերադառնամ ձունգի, որ շատ կարևոր է բոլորս իմանանք, թե գասեն միշտ մենք շատ լսում ենք, թե ինչ գասեն մեր 4 կողմի մարդիկը։ Ճիշտ է, որ վազքը, որ դուք ասեցիք վազքը, կարող է քայքայել ձունգը, թե սա միֆ է։ Կարող է, եթե ծանր, եթե մարդը ինքը ծանրակաշ է, ու որոշում է, որ մի օր ինքը պետք է զբաղվի վազքով, ու փորձում է երկար դիստանսների համար սպորտով զբաղվի։ Հետի կբերի ծանր հետևանքների, մեծ դեստրուկցիայի, հոդերի, մեր հայկական միջավայրի մեջ քաշը շատ նեգլիժե է, շատ մարդիկ ուշադրություն չեն դարձնում։ Անդեսված է։ Շատ ժամանակներ չեն ուշադրություն դարձնում, բայց քաշը հիմնական պատճառներից մեկն է, առաջին պատճառներից մեկն է հոդային ցավերի ու հոդային դեստրուկտիվ քայքայման պրոցեսների։ Իսկ որ մեկ ցևերը կամ շարժումը կամ մարզանքը այլ դարբեր կքայքայե ցունկը, քայքայում է ցունկը։ Բոլոր շարժումները, որոնք կախված են թռնելու, վազելու, այդ ծանր շոկային, որ շոկ է բերում հոդի վրա, պատճառ են ծնկային հոդի քայքայման, իսկ ես միշտ ասում եմ պացիենտներին, ամենալավ սպորտավարությունը, որ սպորտը խոր կդասում ենք, որ սպորտով զբաղվենք, ամենալավ սպորտը հեծանիվն է։ Հեծանիվը։ Հեծանիվ քշելը։ Շատ լավ, եթե չգիտենք։ Հեծանիվ քշելը։ Հեծանիվները հիմա կարող բանով կանգնած վելոֆիքս գույցունի, կարող կանգնած Այդ մեկը պարտադիր չի դրսում, բայց ուղղակի հեծանիվ պետալ շարժելը վերում է տարբեր մկանային խմբերի ակտիվացման, տարբեր հոդերի աշխատանքի, առանց մեծ ճնշման հոդերի վրա։ Մենք կարող ենք առանց հեծանիվի այսպես պետալի ցևով շարունակել կամ այդպիսի մարզանքներ կատարել մեր տան մեջ, այդ մեկը օգնում է։ Իհարկե։ Շատ լավ։ Լավ խորհուրդներ դարձյալ։ Իսկ սպորտային վնասվածքները որքանով են տարածված ոչ պրոֆեսիոնալ մարդկանց մոտ։
Ոչ պրոֆեսիոնալ շատ հաճախ հիվանդները, որից մի օր որոշում են, որ պետք է սպորտով զբաղվեն, որ պատրաստ չեն, իրենց մկանները պատրաստ չի, warm-up չեն արել, նախատեսված չի, իրանք շատ ավելի հաճախ են ունենում այդ սպորտային վնասվածքները, քան պրոֆեսիոնալ սպորտները, որոնք իրանք ավելի սովոր են այդ ճնշումներին, այդ աշխատանքներին, իրանք այդ սպորտներին, իրանք մոտ ավելի քիչ լինում այդ վնասվածքները։ Հիմնական մեր պացիենտները ռեկրեատիվ սպորտով զբաղվողներն են, որ ոչ հաճախ ընկերների հետ տարին մի անգամ, երկու անգամ որոշում են ինչ-որ մի սպորտով զբաղվել, իրանք են հիմնականում այդ տիպի վնասվածքների վիկտիմը։ Շատ հաճելի զրույց է, մենք խոսեցանք տարբեր թեմաներու շուրջ, արդեն մեկ շամ 15 րոպեից է որ կզրուցենք, բայց մենք ցավոք սրտի հասանք մեր զրույցի ավարտին Դոկտոր Համլետ Միրզոյան, իսկապես ես շնորհակալություն պիտի հայտնեմ այս օգտակար եւ հետաքրքիր տեղեկությունների համար, որ փոխանցել եք մեզի, շնորհակալ եմ իմ հրավերս ընդունելու համար, հաղորդաշարի հյուրը լինելու համար, հավանաբար ունենանք թեր այլ տարբեր թեմաներ անգամ եւս ցեզի հյուրընկալ եմ, ինչու՞ չէ, ես պիտի խնդրեմ վերջում մեկ կարճ, բայց շատ կարեւոր խորհուրդ հաղորդեք մեր ունգընտիրներուն առողջ շարժման համար, որն է ձեր խորհուրդը։ Արագ քայլ, հեծանիվ ու մեծ ուշադրություն դարձրեք քաշի վրա։ Մարմնի քաշը շատ մեծ նշանակություն ունի։ Օգտակար խորհուրդներ։ Անպայման լավ լսեցեք սիրելիներ, դարձյալ դոկտոր Համլետ Միրզոյան, շնորհակալություն կհայտնեմ այս զրույցին համար եւ հույսով մնանք մեր հաջորդ հանդիպման, որովհետեւ ինչպես ասեցի, դեր ունենք ուրիշ թեմաներ, որովհետեւ այդ թեմաներու շուրջ ալ խոսենք։ Ձեզ բարի գիշեր եւ ամենչապես մենք պիտի լսենք բայց դու երկը։ Շնորհակալություն եւ ցտեսություն։ Հաջողություն։ Նմանապես։